Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօր ձեզ համար առանձնացրել ենք երկու աշխատություն, դա Պլատոնի հին հույն փիլիսոփա Պլատոնի պետությունն է եւ Նիկոլո Մակիավելի տիրակալը։ Ուրեմն սկսենք երևի թե իմիջիալոց նախ ինչ սկսելա ասեմ, որ մենք 1-2 անգամ խախտել ենք ավանդույթը եւ այդ մեկ փիլիսոփայական, մեկ գեղարվեստական այսպես ասած գրքերից մի քանի անգամ երկու գեղարվեստական են գալիս, այս անգամ երբ բացել ռաստենք երկու փիլիսոփայական աշխատությունով, հա։ Դե ոնց կստացվի լավ։ Դինամիկա ջող օրգանիզմ ենք։ Եկեք նախ այս երկու գրքերը իրար հետ չափազանց կապված են, բայց այսպես ասենք մինուս նշանով, հա, հակառակ բևեռներում են գտնվում միմյանց։ Եթե Նիկոլո Մակիավելի այսպես ասած ողջ փիլիսոփայությունն անում է, որ պետք է իշխանությունը ամեն գնով պահել ու ինքը այդ մեթոդներն ու տեխնոլոգիաներն այսպես ասած ցույց տալիս, հա, 16-րդ, 15-16-րդ դարերում, թե ինչպես պետք է իշխանություն պահել, ապա Պլատոնը ավելի ուտոպիստական, իդեալիստական գաղափարներ կրող է ու ինքը փորձում է պատկերացնել, թե ինչպեսին պետք է լինի իդեալական պետությունը։ Իդեալական պետությունը, իդեալական իշխանությունները, հանրություն, հասարակություն, կարելի ասել ինչ որ այդ ժամանակների ուտոպիստական ուղղվածության հիմնադիրներից է կամ հայրերից է։ Մենք արի սկսենք մի քանի այսպես ասած մասի ենք բաժանել։ Դրանցից առաջինն է նա, որ Մակիավելին գալիս է ավելի պրակտիկ, պրագմատիկ դաշտ, փորձելով ներկայացնել, որ դե կոպիտ ասած այսպիսին է համակարգը, այսպիսին են մարդիկ, այսպիսին է հասարակությունը, սրանք են խաղի կանոնները, մարդկանց փոխել պետք չի։ Պետք է ձգտել իշխանության եւ այդ իշխանությունը ամեն գնով պահել։ Դրանք ինժեները իր այսպես տեխնոլոգիաները այդ բառը կարող է տեղին չի, բայց ամեն դեպքում կիրառվում են նաեւ հիմա մանիպուլյացիաներ, խապկանքներ, ճնշումներ, ընդդիմության, այսպես հակառակորդներին ինչ որ ճնշումների ենթարկել, ընդհանրապես չգիտեմ, ֆիզիկական ոչնչացում, վերացում, հա։ Իսկ Պլատոնը, ոնց նշեցինք, փորձում է այդ հասարակությանը բարձրացնի։ Ինքը փորձում է հասարակության ամեն անհատի մեջ, ամեն մասնիկի մեջ տեսնել իր կարևոր դերը, իր ֆունկցիան ու ոչ թե այս մերօրյա տերմիններով, հա, ոչ թե ասենք հասարակությունը որպես ժեխի, ում պետքա խաբել եւ նրանց ընտրաձայները ստանալ, այլ ընդհակառակը փորձի նրանց բարձրացնել, նրանց քաղաքական, քաղաքացիական գիտակցության վրա է փորձում ազդել։ Հաջորդ կետը որ էլի իրենց մեջ հակասություններից է, էլի հետաքրքիր այսպես ասած առանձնահատկությունը այն է, որ Մակիավելին գրեթե ոչ մի բարոյական, այսպես ասած, նշաձող կամ ինչ-որ սահմաններ կարմիր գծեր չի դնում, այսինքն ըստ նրա իշխանությունը պետք է պատկանի նրան, ով կարողանում է հասնել այդ իշխանությանը եւ կարողանում է պահել այդ իշխանությունը։ Իսկ ի տարբերություն դրա Պլատոնը փորձում է ներկայացնել այդ իդեալական պետությունը, այսինքն պետք է իշխեն նրանք կամ անձանց այն խումբը, ովքեր ավելի արժանի են, ովքեր ճշմարտության դիրքերից են հանդես գալիս, ովքեր արդարության կողմնակիցներն են։ Մեծ հաշվով մենք ունենք պայքար իդեալիզմի, ռոմանտիզմի մի կողմից եւ պրագմատիզմի ու ռեալիզմի միջև մյուս կողմից։ Եթե դուք դաս այդ չհամաձայնվեմ, այստեղ ռեալիզմը մի քիչ աղավաղված է, որովհետեւ բուն ռեալիզմը, այսինքն ռեալ պոլիտիկա լրիվ այլ բան է, բայց ոչ թե այսինքն 17-րդ, 16-րդ, 18-րդ դարերի ռեալիզմի հետ կապված, հիմա ռեալ պոլիտիկա լրիվ այլ բան է, բայց ես ուրիշ հարցին կուզեմ անդրադառնամ, որը որ չի սխալ վերագրվում Մակիավելին, որ ասում է, եթե նպատակը իշխանություն պահելն է, ապա բոլոր քայլերը արդարացված են։ Նպատակն արդարացնում է միջոցները, բայց ինքը Մակիավելին չի ասել, բայց բուն ասողը ինքը լրիվ ուրիշ ակցենտ է տվել, մի հատ դու ասա, իրականում դա մենք միշտ խոսել ենք այդ թեմայով, անգամ գրքում Մակիավելին դա չի ասում, բայց շատերը սխալ կերպով դրան վերագրում են, որովհետև մեծ հաշվով գիրքը դրա մասին է, բայց ոնց է վերագրում, այսինքն իրանք վերցել են ճիզվիտների հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլայի այդ խոսքը, որտեղ նա ասում է, եթե նպատակը հոգու փրկությունն է, ապա նպատակը արդարացնում է միջոցները։ Բայց հոգու փրկությունն է, բայց ոնց են աղավաղել, ոչ թե ինքը։ Վերցել են այդ գերսուրբ նպատակը, այսպես ասած, ու դա գցել են մի կողմ, գցել են այդ թեզը կիրառել ցանկացած դաշտում ու կոնկրետ Մակիավելիի դեպքում հենց իշխանություն պահելու
բայց աբսուրդի աստիճան էլի, այսինքն վերցնել որ վեհ գաղափարի մասին մի արտահայտություն ու դա վերագրել իշխանություն պահելուն։ Հիմա եթե ամփոփենք քո ասածը, այստեղ երկընտրանքը այսպեսին է, որն է ցանկացած իշխանավորի խնդիրը, իշխանություն պահելը թե պետություն կառուցելը։ Հա, Էսա երկու տարբերությունը, այսինքն որն է գերնպատակը, պետություն կառուցելը թե իշխանություն պահելը։ Մենք ունեցել ենք լիարժեք մեր Հայաստանում 4 իշխանություն, ցավոք սրտի կարող ասեն ինչ որ մի փոքր ավելի կողմնապահես, միակ իշխանությունը, որը որ պետություն կառուցելու վրա է հիմնված եղել, դա եղել է առաջի իշխանությունը, ու մենք ստացանք արդյունքները, որովհետև պետության մնացած բոլոր իշխանությունները նպատակ են դրվել, մի փոքր էլ ես կարող եմ ասել Քոչարյանի իշխանության ժամանակ, որովհետև այդքան էլ իշխանությունը պահելու խնդիրը չէր, ինքը փող աշխատելու խնդիրն էր, իսկ Սերժ Սարգսյանն այդ բացահայտ ինքը պետություն կառուցելու մասին խոսք չէր, ինքը իշխանություն պահել էր, այլապես բանը սահմանադրություն չէր փոխի, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ բացարձակ իշխանություն պահելու բանը միակ իշխանությունը Պլատոնյան այսպես ասենք, դա եղել է առաջի իշխանությունը, Տեր-Պետրոսյանի իշխանությունը, որ պետության կառուցելու վրա է հիմքը դրվել, ու դրա համար էլ մենք ստացանք այն ինչ ստացանք, բայց այդտեղ կուզեմ էլի երկու գրքերի մի փոքր դետալների մասին խոսենք, որ դետալներից ինչ է, մի դեպքում իշխանությունը Մակիավելի պարագայում ինքը իշխանությունը հենվում է ամենացածախ քոնոր նշեցիր ժեխի վրա, այս վերջերս ժեխի ստուգաբանությունն է անում, անարժեք ցեխ բառն է, իսկ Պլատոնը ինքը հիմնվում է հոգևոր մտավոր արժեքների վրա, թե ում վրա ես դու իշխանությունը հենվում, ու նաև ստե գալիս է շրջապատի ընտրությունը, դրան էլ էինք անդրադարձել, թե տվյալ իշխանությունը ում է իր որպես շրջապատ ընտրում, ու որ հակամարական արքունիք է, այսինքն արքունիք է, ու նայեք ինչ է ասում, նայեք իմ շրջապատին եւ կհասկանաք, որ հայերեն է ասացվածներ կա, բանը ծառապատողով է որոշվում եւ ասով է ընկերը ասեմ ով ես դու, ու հիմա իշխանությունն է, թե ովքեր էին իշխանության վերնախավում գտնվում, եթե մենք համատեսենք այդ ուղղակի Պլատոնյան եւ Մակիավելիական այսին շարունակություն իշխանությունը հանուն իշխանություն պահելու, թե պետություն կառուցելու, այդ ազգի ընտրյալներն էին, մտավոր եւ գիտական ընտրյալներն էին, մտավորականներ, եթե Տեր-Պետրոսյանի շրջապատն էր անում, ուղղակի ասես որ ասես Մաթեոսյան էր, ինչ ասեմ, Քեչերյան էր, Բաբկեն Արաքսյան էր, Ալեքսան Հակոբյան էր, այսինքն նույն Ղարաբաղ կոմիտեն նայի ովքեր էին, այսինքն մարդիկ Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, եւ այսինքն դուք նայեք ովքեր էին, էլի, սա բոլորը մտավորականության մարդիկ, նույն Վազգեն Մանուկյանը, հետո դրանից հետո իշխանության շրջապատը ով եղավ ու այսօր ովքեր են։ Հիմա դուք նայեք, ես վատի լավի չեմ ասում, նայեք ուղղակի շրջապատին ու ինչ արժեքային համակարգ կրողներ են։ Սա է բանը, երկրորդը հետաքրքիր բանը, թե խոսքի տերը լինելը եւ ստի վրա հիմնվելը, թե չէ հիմնվելը։ Մենակ ըստ Մակիավելի դու կարող ես ստի վրա անել եւ խոսքդ կարող ես անընդհատ փոխել։ Իսկ առաջի իշխանությունների ժամանակ դա խոսքի արժեքն էր, որ ցանկացած խոսք եթե դու փոխեիր, արդեն դու պետք է խոսքի տերը լինեիր։ Պատասխանատվության ինստիտուտի բանն էր եւ դու մնացածը դու մի հատ բաները փորձի ավելի խորանալ այդ սուտ չխոսելու եւ խոսքի տերը լինելու համար, որ մենք հիմա այսօր մեր ամենասարսափելին է, որ խոսքի արժեքն է արժեզրկվել։ Մենք խոսել ենք ամեն ինչի արժեզրկման մասին եւ ինստիտուտները եւ մտավորական եւ բաների հերոսների ինստիտուտի եւ հոգեվոր ինստիտուտի, որ ամեն ինչ, բայց մենք խոսքի արժեզրկման մասին չենք անդրադարձել, թե ոնց է խոսքը արժեզրկվում Հայաստանում։ Այսի ինձ թվում է, եթե ի սկզբանե բանն էր, որ խոսքն էր, բառն էր ի սկզբանե, մենք հենց այդ բառն ենք արժեզրկել ամեն ինչում, մեր մնացածը հետևանքներ են արդեն մարդկանց արժեզրկելը, պատմությունը արժեզրկելը, ինչ ասեմ, սրբություններին արժեզրկելը, դա արդեն հետևանքները։ Առաջին խնդիրը, որ մարդը խոսքը նախընտրական խոստում է տալիս, որ նախընտրական խոստումը ինքը ոչ թե չի կատարում, հակառակն է կատարում ու
ամեն ինչ դա արժե, բայց ըստ Մակիավելի ինքը արդարացվում է, բայց մենք հա իշխանությունը կարա սպահես ցանկացած գնով։ Հիմա բայց թե դրանից հետո պետություն կմնա թե չի մնա, դա արդեն հարցական է։ Այստեղ խնդիրը մեր հասարակության համար որոշելն է, թե մենք ուզում ենք իշխանությունը պահվի, թե ուզում ենք պետությունը մնա։ Մենք տեսանք Արցախում ինչ եղավ, հիմա նույնը սպառնում է մեզ, եթե մենք ընտրում ենք մակիավելիական ճանապարհը, ուղին հա կարող է որոշ ժամանակ այդ իշխանությունը երկարաձգի իր գոյությունը, բայց թե դրանից հետո պետություն կմնա, կամ պետության ինչ կմնա այդ պետությունից, դա արդեն դժվար է ասել։ Այսինքն մենք տեսնում ենք ամեն դեպքում։ Այստեղ գիտես որ պահանա Հայաստանը ինքը բնականաբար փոքր պետություն է, փոքր սահմանափակ ռեսուրսներով, հա, ու ցանկացած ղեկավար ինքը պետք է ընտրություն կատարի, դու այդ ռեսուրսները դնում ես պետության կայացման մեջ, թե իշխանություն պահելու մեջ։ Դու չես կարող միաժամանակ եւ անել։ Մենք չունենք, մենք Չինաստանը չենք, ԱՄՆ-ն չենք, կամ Ռուսաստանը կամ ինչ-որ մեկ այլ գերտերություն, հա, ով կարողանա հասցնի եւ պետությունը հզորացնել, շենացնել եւ զուգահեռաբար քանա ասում եմ վարիանտ կա, բայց հավ չկա, այդ անեկդոտն է, ու քեզ մի հատ բան էլ ասեմ, զարմանալիորեն այդ Հայկ Մարությանի բանն էի լսում, եթերն էի լսում, ինքը կարող ուրիշներն են ասել, չեմ տեսել, ինքը շատ հետաքրքիր բան ասեց, որ ժողովուրդ ջան, մենք տարբեր կուսակցություններում այնքան ամեն կուսակցություն այդքան մարդկային ռեսուրս չունի, որ ինքը շռայլություն ունենա, որ այդ ամենալավերին 19 կուսակցությունը, որ կարողանա ինքը լավերով հայտնվի։ Այսինքն, եթե դու պետություն ես կառուցում, դու պետք է բոլոր կուսակցություններից ընտրես, նաև եթե դու իշխանության ես գալիս, կապ չունի ով գա, դու պետք է ընտրես այդ կուսակցությունների ամենապոտենցիալ ունեցող, մեկը լավ տնտեսագետ ունի, մեկը լավ բժիշկ է, մտավորական է, որը որ կամ մեկը ինչ ասեմ, լավ սոցիոլոգ է, դիվանագետ է, ինքը պետք է ընտրես այդ պոտենցիալը, որ պետություն կառուցելու համար։ Ոստեղ գալիս է քո այն վերջ բան հարցը, անընդհատ տրվող հարցը նախկինների ու ներկաների, թե արդյոք կան նախկիններ, թե ներկաներ Հայաստանում, թե դա արհեստական մղված բան չի, թե արդյոք հնարավոր է որ Հայաստանում ապրելով լինելով ենթադրենք 30 կամ 40 տարեկան նախքին չլինել կամ ներկանել, այսինքն զրոյից կենսագրություն ստեղծել, մի հատ էդի ասա շատ ճիշտ այսպես թեմայի անդրադարձա ու հետաքրքիր հենց Հայկ Մարությանով, հեսա մենք փորձենք թեման բացել ու նաև հենց իր անձինը կանդրադառնալ։ Դες իշխանությունները նախ ես միանշանակ ասեմ դա կեղծ թեզ է։ Կեղծ թեզա միանշանակ ինչու, որովհետև ցանկացած անհատով որ իշխանությունների համար վտանգ է ներկայացնում, իրեն փորձում են կապել միանգամից նախկինների հետ։ Նույն ասենք այսօր դիմադիր թիվ 1 ուժը, հա, ասենք ուժեղ Հայաստանն է, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, իր անձի մասին չեն խոսում, բայց այ իր եղբայրը հանրապետականում եղել է խմբակցության ղեկավար։ Կամ այդ կուսակցությունում ասենք Էդգար Ղազարյանը, այ ինքը եղել է Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դեսպան կամ մարզպետ։ Ինչու է այս թեզը կեղծ։ Հա, երկրորդ կատեգորիան դա այն մարդիկ են, ովքեր հա, լավ, նախկիների Սերժ Սարգսյանի Քոչարյանի ժամանակ ասենք պաշտոնը կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պաշտոնը չեն զբաղացրել, այս մարդիկ գալիս են ասում են, դե անփորձ են, դե պետական կառավարման փորձ չունեն, դե սրանք գոնես 8 տարվա մեջ սխալվելով գոնե մի բան սովորեցին, հիմա էլ չեն սխալվի, ոնց որ սեփական սխալների վրա սովորեցին, բա որ նորերը գան, էլ ավելի անփորձ է, բա որ էլ ավելի տեսանք մի անգամ թե անփորձը որ գալիս է, ինչա լինում, այս դիզնեն։ Բայց հիմա հասկանանք սա ինչով է կեղծ, էլի, այսինքն բացառապես Հայաստանում ով 3 միլիոն մարդ կա, 3 միլիոնը գալի այդ 2 խմբի մեջ են դասակարգեն։ Եթե մարդը վերջի 35 տարվա մեջ, հա, ասենք 91 տարվանից Հայաստանի անկախությունից ի վեր, հասել է ցանկացած պետական պաշտոնի կամ ինչ-որ մտավորական գործունեություն կամ բիզնես գործունեություն, ինչ-որ մի ոլորտում հասել է հաջողության։ Ինքը հասել է կամ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, կամ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ էլ 18-ից հետո արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք, հա։ Եթե մարդը ինչ-որ մի ոլորտում հաջողության է հասել ու դա եղել է ինչ-որ նախկին ղեկավարներից մեկի օրոք, դա չի նշանակում, որ ինքը նախկին է։ Չի նշանակում, որ ինքը ամբողջությամբ, օրինակ այդ նույն ձև Արման Թաթյանին են պիտակավորում, որ այ դուք Սերժ Սարգսյանի մոտ փոխնախարար եք եղել։ Հետո չլիներ, եթե ինքը լավ իրավաբան է, լավ մասնագետ է։ Եթե իր նմանատիպ առաջարկ է գալիս, ինքը պետք է ասի ոչ, գիտես բանը որն է, վիրավորական է, որ
այդ ասողների ու այսօրվա ասենք այդ պաշտոնների մեծամասնությունը 90-95%-ը բանա են, այսպես ասած, նույն Թաթոյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ եղած որ փոխնախարարի կամ падգամավորի դրան դեմը ժամերով կսպասեին, որ մեն բարևեին ուղակի այդ մարդուն։ Հիմա այսօր եկել են որ դրա վրա բանա նույն աշուտյանն է, լավ պատմում բաներ, որ ասում է այսօրվա մարդիկ իշխանավորները ոնց են հերկանում, որ իրան բարևեին նվիրեին կամ բանը նասկի նվիրեին։ Իսկ հիմա եկել են վայ Արման Թաթյանը Սերժ Սարգսյանի մոտ օրինակ փոխնախարար։ Հապա պետք է աշխատել։ Եթե ինքը լավ դիվանագետ է, լավ իրավաբան է, եթե ինքը ես անկեղծ որպես օմբուդսմեն, հատկապես հետ պատերազմական շրջանում, ինքը ահռելի աշխատանք է կատարել։ Ընդհանրապես, գիտես, ինչ ցուցիչ էլ կա։ Անկամ եթե չենք խորանում, հա, շատ ինչ արել, ոնց արել։ Եթե Ադրբեջանը, եթե ադրբեջանական մեդիան, Ալիևը, քաղ տեխնոլոգները իրանց կամ ինչ-որ փորձագետները սկսում են մի մարդու քննադատել ազգությամբ հայ։ Ուրեմն այդ մարդը լավ գործ է անում։ Իրան ցավացրել է։ Հա, իրան ցավացրել է, իրան թիրախել է։ Որ հենց այդ հետ պատերազմական շրջանում Արման Թաթյանը դարձել դրա թիվ 1 թիրախը։ Հիմա այդ մարդը լավ իրավաբան է, ինչու պետք է ինքը չաշխատի, օրինակ լավ, sense փորձենք մենք հա մեզ իր տեղը դնել։ Օրինակ այդ առաջարկին ասենք ոչ Սերժ Սարգսյանը կոռուպցիոներ է, ես մի 10, 15, 20 տարի կսպասեմ մինչև Հայաստանի իշխանություն փոխվի, կգան տենց ինչ-որ կույսեր, հա քաղաքական կույսեր, ովքեր դες Բաքուր են, ոչ մի բան չկա իրանց վրա, ոչ մի բիծ չկա քաղաքական, նոր իրանց մոտ կաշխատեն, ոչ այդ մարդը փորձել է ռեալիզացիա, ընդհակառակը փորձել է այդ եթե պայմանական մենք ընդունում ենք որ Սերժ Սարգսյանի համակարգը կոռուպացված է։ Ինքը փորձել է այդ կոռուպացված համակարգի դեմ ներսից պայքարի։ Եթե ասել փորձել է արդարադատության նախարարությունը այսպես ասած դրական շտկումներ անի, որ այդ ոլորտը գոնե մյուսների նման չփչանա։ Ու նմանատիպ էլի անձինք կան։ Հիմա եթե թույլ կտաս գանք Հայկ Մարությանին։ Ինքն էլ այս նույն այսպես ասած խաղի նիկոլական մասնակիցն է, հա, որովհետև հիմա պայմանական ընդդիմությունը կարա Հայկ Մարությանին մեղադրի, ասի դու Նիկոլի ժամանակ ես քաղաքապետ աշխատել, ԿՊ-ի այդ իմ քայլի ռեսուրսներով ես դարձել քաղաքապետ։ Մենք ինչ իմանանք, դու իր դրածոն չես կամ ես ամեն ինչը խախտում։ Կամ հիմա Տաթևիկ Հովհաննիսյանը այսօրվա այսօր նայում եմ ինքը Հայրապետյանը, Ադրբեջանը ինքը որ նայում եմ ինքը խորը վերլուծություններ անում։ Ինչ իշխանություն էլ լինի, ինքը պետքա իր վերլուծություններից գոնե միում օգտվի։ Այսինքն ես չեմ ասում ոչ թե քննադատի կա այդ մարդուն, ինքը լուրջ վերլուծություններ անում ու ցանկացած մարդ ով որ կա, ով որ այդ դաշտում է, պետքա չնայես քաղաքական հայացքները, պետքա նայես այդ մարդու պրոֆեսիոնալ որակները։ Ու ուստեղ մի հատ արի մի քիչ էլ բանը անդիմության պարտեզ քարկցենք, այստեղ ինչն է ինձ ամենամտահոգիչը։ Երբ որ 18 թիվը լինում էր, մի շատ հարազատ մարդ ունեմ, ԱՄՆ-ից զանգահարեց ու ինքը հետաքրքրում էր, ասում էր, ինքը Ամերիկա ծնվել մեծացել էր, հետաքրքրում էր, ասում էր, ինչ թիմա գալիս, այսինքն ովքեր են լինելու, այս բնագավառում, ես ասի չգիտեմ, ասեց, ոնց ասեց, Ամերիկայում երբ որ իշխանապողություններ են լինում, իրանք մինչև վերջին պաշտոնը իրանք գիտեն մարդիկ ովքեր են լինում, իսկ ստեղ ոնց ասում է, թիմ իշխանություն է գալիս ու չգիտեն ով է լինելու, այս բնագավառը ում է լինելու, չեմ ասում նաև ծրագրերը, որ այս ինչ ծրագիր պետք է իրականացվի, այսինքն իշխանությունը նպատակով ինչ միջոցներով արվելու հաշվարկ արվելը, ու ես քեզ մի հատ ուրիշ բան էլ ասեմ, հիմա ինչ եմ ասում ընդդիմությանը, որ հարցնում են ով է ձեր թիմը լինելու, իրանք չեն կարողանում պատասխանել, գոնե իրանք կարողանային պատասխանեին, որ այս բնագավառի պատասխանատուն, այս բնագավառի այն ինչ որ ծրագրեր ներկայացնում են, բայց իրենք պետք է թիմներ ցույց տան։ Ես օրինակ որպես ընտրող ուզում եմ տեսնեմ, որ ենթադրենք առողջապահության բնագավառում ինչ փոփոխություններ զարմանալիորեն բժիշկ կա լինելու, ասենք նա։ Կամ կարող է բժիշկ էլ չլինի, բայց կարող է հաջողի, բայց ես ուզում եմ իմանամ դա, որ ըստ դրա մինչև իշխանության գալը դու պետք է ցույց տաս, թե ով է գալու, ինչ ծրագրեր իրականացրել, եթե տենց կգամ, հետո կորոշեմ, դա մի փոքր չի ստացվում։ Համաձայն եմ եւ չէ, տես իրենք այսպես ասած դա փորձում են արդարացնել, որպեսզի այդ մարդիկ թիրախ չդառնան։ Այդ երեք չառաջոն էր որ անցյալ շաբաթ էր Սամվել Կարապետյանը, որ բաներ արեք, այսինքն դա շատ են անում ելույթեր ունենում, ինքը ասում է ես չեմ ուզում թիրախ դարձնեմ, նույն ձևի Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունենում, ինքը ասում է ես չեմ ասում իմ վարչապետի տեխնատուն։ Ժողովուրդ ջան, էլի մի ասեք, բայց գոնե բանը գոնես իմանամ
այդ մարդը նույն ի վերջո դու ընտրում ես մարդուն, որպես ինչ էլ ասենք, որպես բարոյական կերպարների, բարոյականության եւ մարդու արհեստավարժության հիմքերից ելնելով։ Տես, ես ինչու դա այսպես ասած հիմնավոր արդարացում չեմ համարում, դուք արդեն падգամավորական ցուցակ եք ներկայացրել։ Դեր падգամավորների տեխնատուները նույնքան խոցելի են, որքան ասենք առողջապահության նախարարը։ Դա բան է սանից, այո։ Եթե դու ցուցակը 8-րդ համարը այսինչ անձնավորությունն է, ինքը խոցելի է, չէ՞, ինքը պոտենցիալ այսպես ասած падգամավոր է։ Ցանկացած բան կարող է վայր դնել падգամավորական մանդատի եւ դառնա, ասենք, որ մի նախարար կամ փոխնախարար, որը նորմալ է։ Այսինքն դուք արդեն թիմը ունեք։ Արդեն խոցելի չի դառնում, բայց ինձ պետքա որ մարդիկ մենք հասկանանք, թե հա, թե նաեւ մարդը բանավեճի մեջ մտնի հակառակ կողմի հետ, որ ես տեսնեմ ով է երկուսից որ մեկն է ավելի համաձայն եմ։ Դա բարձա, եթե մենք քննարկում ենք իդեալական տարբերակը, եթե ժեխին բան է, ժեխի համար ինքը տարբերություն չկա։ Բայց եթե պետության կառավարման վերադառնալով Պլատոնին, եթե մենք իսկականից վերցնում ենք պետություն կառավարելու մեխանիզմը, նայած որն է խնդիրը, մենք պետքա այս համարները իրար հետ խոսան, այսինքն բարձր գաղափարները, թե ինչ այս հարցում Ղարաբաղի հարցում ինչ պետքա լինի, արդյոք վերադարձ հնարավոր է թե հնարավոր չի, այսինքն լուրջ քննարկում ենք այս մասով արի ես քո ասածը շարունակեմ որպես կոնստրուկտիվ քննադատություն, հա, ընդդիմությանը։ Ոչ թե պետքա ուղղակի ասել այդ մեր առողջապահության նախարարելու այս մարդը, այլ այդ մարդը պետքա ստանձնի տվյալ բլոկի պատասխանատվությունը։ Այո, իր տեսլական իդեալներն են։ Օրինակ, քանի որ արդեն մի կանոններ տվեցինք, նույնիսկ Էդգար Ղազանի մասին մենք խոսեցինք։ Մարդը դիվանագետ է եղել, աշխատել է Լեհաստանում որպես դեսպան։ Սա օրինակ է։ Թող հայտարարեն, եթե այդպեսի պլան ունենք, Էդգար Ղազանը լինելու է մեր արտաքին գործերի նախարար կամ փոխնախարար։ Okay, ասեցին, չէ՞։ Ու այդ րոպեից սկսած Էդգար Ղազանը ինքը պետքա խոսի բացառապես արտաքին հարաբերությունների մասին։ Իսկ այ հիմա մենք չքարկցենք, ուղղակի գալ ասել, որ ուժեղ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու, դա կենաստրի մակարդակում է։ Երբ որ մենք լսենք, իրենք օրինակ ասեն, մեր այսպես ասած կաբինետը, հիմա իմիջիալոց այդ ֆորմատով իրանք անում են հանդիպումներ, երբ Սամվել Կարապետյանը նստում է ու այսպես ասած TV առանցքային անձինք են, բայց առանց ինչ-որ դերերի հստակ բաշխման։ Որպես կառավարության նիստ են անում։ Եթե մենք տեսնենք այդ դերերի բաշխումը, Որովհետեւ պաշտպանության նախարարը կամ հա, արտաքին գործեր, ոստիկանություն, անվտանգություն, առողջապահություն, կրթություն եւ գիտություն, մշակույթ, սպորտ այդ ու ամեն մարդ իրանցից սկսի իր նեղ սպეციფიկ նեղ մասնագիտական թեմայով խորանալ։ Ներկայացնի իր տեսլականը, թե կրթության ոլորտում ինչա սպասվում անել։ Շատ հեշտ է ասել, կրթությունը կդարձնենք անվճար բուհական։ Okay, շատ լավ է։ Հետո Բայց ով այդ պատասխանատուն, ով է ինքը դարձնելու, ով է ինքը մինչև վերջ տանելու իդեալիա։ Ու սրանից, ասենք, ընտրվելուց 1, 2, 3, 5 տարի հետո ումից ենք հաշվետվություն պահանջելու։ Որտեղ շատ հեշտ է ասել, դե Սամվել Կարապետյանը գա արդեն ինքը ոնց կասի։ Բայց մենք դա պլատոնյան պետության մասին ենք խոսում, բայց եթե մենք խոսում ենք Մակիավելյան մոդելի մասին, ենք ոչ մեկին էլ պետք չի։ Մակիավելյան մոդելը իշխանություններն են անում, որ մանիպուլյացիաների, ստի, կեղծիքի ամենձև իշխանություն։ Իմիջիալոց եթե ինքը դնում է այդ ընդդիմություն են գնում այդ դաշտը, ինքը թիրախ է դառնում ինքը, որովհետև չես կարող մրցես այդ հարցը։ Բայց գիտես ինչ դուր չի գալի, այդ անգամ այդ մանիպուլյացիաներն ու սուտն ու կեղծիքն էլ ինքը չափ ու սահման։ Ես կասեի, որ կուզեի ունենալ, բայց այս մարդկանց մոտ մենք խոսել ենք, էլի կարմիր գծեր չկան, բայց վերջերս այս YouTube-ը ինչ Հայաստանը վճարովի է դարձել, արդեն սա հատկապես այս շրջանում նախընտրական այդ քարոզությունը հակաքարոզությունն է։ Հիմա շատ ակտիվ թեզ է տարածում, որ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության 300,000 հայ երիտասարդներ գնալու են Ուկրաինայում պատերազմեն Ռուսաստանը։ Հիմա կա այդպիսի պայմանավորվածություն։ Ու սա ֆինանսավորվում է, այս գովազդները բոլորը վճարովի են, իրենք տարածվում են։ Այ սրա դեմ պետք է ինչ-որ մի մեթոդով իրենք փորձեն առնել։ Ոչ թե մտնելով այդ դաշտ, որովհետև դա ինքը շատ կեղտոտ դաշտ է, ուտեղ ինչքան մտնեն, այնքան ավելի ցեխոտվելու են։ Բայց փորձել որոշակի ինչ-որ հակակշիռներ կամ եթե հակակշիռներ չկա, փորձել սեփական օրակարգը բերել դաշտ։ Հիմա ընդդիմությունը չի բերում սեփական օրակարգը, չի հակակշռում իշխանական օրակարգին այդ կեղծ թեզերին, այդ պատերազմի եռագլուխ կուսակցություն, բան, այդ տերմինները իրանք շրջանառվում են, բայց դրանց ես համաձայն եմ որ ոչ թե դրանց պետքա պատասխանել բերել սեփական 300,000-ը նաև իրանք էլ հակառակն են 300,000-ը ադրբեջանցի բերելու են վերաբնակեցը։ Դու այսինքն դու իշխանությունների նախկին ձախողումների եւ խայտարակությունները թողած դու ապագայում արդեն որոշում ես թե ինչ է լինելու, դու
վերցրու շեշտը դիր թե արդեն ինչ ա եղել է 8 տարվա ընթացքում, ինչ կորուստներ են ունեցել։ Հիմա հենց 300,000 դրանով ես վախացնում։ Հա, հնարավոր է, բայց դու սկզբից շեշտը դիր նրա վրա։ Հա, նույն ձևի մեջ թե ընդդիմությանը խոսանք, այդ նույն 3 բանը իշխանությանը, որ 300,000 գնալու են ֆրոնտ կռվեն։ Այդ կռվող էին, Արցախը կռվեին։ Այլ մի քիչ բանով խոսանք։ Հա, որ 300,000 որտեղից պետք է գա։ Դե հայ ժողովրդի 300,000 մարդ պետք է փորձեն, այդ երևի բանից են վերցրել երկրորդ աշխարհամարտի ժամանակ 300,000 հայ ազողվել։ Երկրորդ աշխարհամարտ 300,000 ադրբեջանցի, 300,000 ստեղծվելիք աշխատատեղ։ Այդ 300,000 ինչ որ ֆիքս թիվ է, բայց էլի նենց չի մենք որ պետք է էլի մերժենք ստի վրա, հա, եւ ռուսական բանակում եւ ուկրաինական բանակում երկու կողմերում էլ հայեր կռվում են, բայց դա ոչ Հայաստանի քաղաքացիներ, չէ կարող է Հայաստանի քաղաքացի լինի, բայց դա պետության խնդիրն է, որ դու պետությունը պետք է նենց կառավարես, այդ մարդը պետությունը բան չի արել, այդ մարդը ոչ ընդդիմությունն է ուղարկի, այդ նենց երկիր ստեղծի, որ այդ մարդը կանա քո երկրում նույն ձևի եթե ուզում է բանակում ծառայի, քո բանակում ծառայի։ Ինչի է գնում, այսինքն ոչ մեկ չի ստիպել այդ պատերազմի մասը։ Եղել են դեպքեր, որ բանտերից Ռուսաստանում բանտերից հայերին ստիպողաբար տարել են։ Բայց դա այտենց մասշտաբային չի եղել անհատական բանա, բայց էլի պետության խնդիրն է, քո երկրի քաղաքացուն եթե վերցրել է Ռուսաստանը, վերցրել է տարել է ֆրոնտ, դու պետություն ես, եթե ուզում ես քննադատես, վերցրու, ասա ժողովուրդ ջան, դուք ինչ իրավունք ունեք, այդ մարդուն պետք է պաշտպանեք, բանը մարդ ուղարկի իրավաբաններ, փաստաբաններ, ինչ ասեմ, որ այդ մարդկանց պաշտպանեիր։ Մի հատ դու լսել ես այնպես բարձրաձայնում այդ հարցերով։ Մարդիկ ինչի են գնում, այսինքն այստեղ տենց այդքան լավ էր, մարդիկ էլ գնացին ֆրոնտ կռվելու։ Եթե մարդը տվյալ երկրի քաղաքացին է, ուզում է բանանի, ես խոսում եմ Հայաստանի քաղաքացին է, Ուկրաինայի քաղաքացի է կամ բանի քաղաքացի է, Ռուսաստանի քաղաքացի է, իր խնդիրն է։ Բայց եթե քո երկրի քաղաքացին գնացել է, դա մեր պետության ամոթն է։ Հայտարարությունն է, պետք է ամեն դեպքով հետամուտ լինել։ Թե ոնց է եղել այդ ամեն ինչը։ Ու նաև մի 3 եթերաշրջան առաջ մենք խոսում ենք նաև բանի հետ կապված, Բաղրամյան դիվիզիայի հետ կապված, որ ասում էին Աբխազիան Վրաստանում կռվում է, Վրաց-Աբխազական, բայց մոռանում ենք ասել, որ բաներ են վրացիների կողմից են բազմաթիվ հայեր կռվել։ Մենք խոսում ենք բանի ժամանակ Թուրքիայի մասին, որ ռուսական կողմից բան ա եղել, կռվողներ են եղել Թուրքիայի հետ պատերազմը, բայց Թուրքիայի կողմից մենք հերոսներ ենք ունեցել, որ Թուրքիայի կողմից են կռվել։ Այսինքն իմ ասածը նույն ձևի հիմա էլ ուզում են տեղափոխել էլի այդ ռուսական ռոպագանդան հիմնականը, որ բանը հայկական լեգիոնը ֆաշիստների կողմից է կռվել, չէ, բանը երկրորդ համաշխարհային գերմանացիների կողմից է կռվել, հա, բայց եթե այսպես ասած պայմանական Նժդեի ու Դրովի ղեկավարությամբ 5,000 հոգի այդ կողմից է բատալիոնացել 500,000-ը կռվել, որից 300,000-ը զոհվել է, այսպես ասած։ Այսինքն, բայց դա դու ցուցիչ չի, քո ասածն եմ ասում նույնը։ Դա պետության խնդիրն է, դու ուզում ես հանուն քո պետությունը պահելու, պետությունը ստեղծելու այդ մարդկանց պահես, թե ուզում ես իշխանություն հանուն իշխանության անելու վարկաբեկես, այսինքն քեզ քո ազգին ներկայացնես, որ որպես վարձկան, մեր վարձկան, դա խայտարակություն է։ Ազգը ներկայացնում։ Դա իրականում փոքր ազգերի խնդիրն է, օրինակ միշտ այդ մեծերի բախման գիզակետում կարող են հայտնվել տարբեր բարիկադների տարբեր կողմերում։ Պետության խնդիրն է։ Բայց այո, հենց դա, եթե պետությունը կայացած լինի, պետության առաջնային ֆունկցիաներից մեկը պետք է լինի, դա նման դեպքերը կանխելը։ Կամ դրական մոտիվացիայով ստեղծելով այնպիսի պետություն, որ այդ մարդիկ չուզենան գնան կռվել, ոնց դու ասացիր, կամ բացասական մոտիվացիայով ստեղծելով ինչ-որ պատժի մեխանիզմներ։ Այո, եւ նաեւ պաշտպանության։ Այսինքն օրինակ sense, եթե Հայաստանի քաղաքացին ինչ-որ տվյալներ ստացեն, որ ինքը պատերազմել է օտար պետության համար, ինքը առավելը պետք է զրկվի այդ քաղաքացիությունից։ Կամ Հայաստան մուտքի իրավունքից նաեւ պետք է։ Այո, ինքը պարտադիր, ինքը մեխանիկորեն, ես նաեւ ուրիշ բան էլ եմ ասում։ Այս արի սրայելի որ իշխանություն պահելի մակիավելիական որ իշխանություն պահելու համար հանուն իշխանություն պահելու մարդիկ կարողանում են հայտարարել որ այլ երկրներում օտար երկրներում մարդկանց ընտրակաշարք են բաժանում որ գան Հայաստանում ընտրեն եթե դու այդ դաժե նույնիսկ չեն հասկանում թե ինչ են ասում եթե օտար երկրում քո քաղաքացուն փող են տվել
որ գա ինչ-որ դավաճանություն դա ընտերակաշարժ չի, դա չեն հասկանում։ Դա դավաճանությունն է պետական, դա այդքան էլ չեն հասկանում այս մարդիկ, ես ոնց բացատրեմ։ Եթե իշխանություն ես, դու գոնե այդ մինիմալը պետք է հասկանաս։ Ինձ թվում է հասկանում են, ուղղակի ձեռնտու է դա չհասկանա։ Հա, որ դու ընդունում ես, որ 100,000 լավոր հայեր պատրաստ են հանուն փողի գործողության, նայում քո ազգը ինչ իչաստում է ազգի նույն ձևի Ադրբեջանն էլ կարա նույնը անի, Թուրքիան էլ կարա նույնը, ու կարող է նաև անում է, բայց այդ մարդիկ պետական դավաճաններ են։ Այսինքն իհարկե, իսկ իրենք չեն նշում, որ ասում են, որ դրսի երկրներում, հա, այդ երկրի Թուրքիայում էլ հայեր կան, Հայաստանի քաղաքացիներ կան։ Իհարկե թիրախը Ռուսաստանն է, մենք բոլորս ասում ենք, որ ամենամեծ համայնքը այնտեղ է, շատ են Հայաստանի քաղաքացիներ, բայց Թուրքիայում չկան հայեր, Եվրոպայում չկան Հայաստանի քաղաքացի հայեր։ Պոտենցիալ ասում են, որ մենք էլ ասում ենք օթանականում կբռնենք իրենց ընտրակաշառքի համար, այս աբսուրդ մարդիկ այդ ոչ պրոֆեսիոնալիզմի, որ պետության մասին, որ ընդհանուր իրանք պետության կառույցի ինստիտուտ չեն հասկանում, ինչա իրանք մակիավելիել չեն, որ գոնե ես իմանամ մակիավելիական մեծ որ ինքը գոնե իշխանության պայելու համար պլաններ էր, բայց սրանք մանր այս հետաքրքիր այս հայերի բառերը որ եկել են, որ ուսումնասիրենք այդ շուշանգյալ, այդ ժեխ բառերը, որ վերցանում են, ահագին բաներ է դուրս գալիս, էլի։ Իրանք այդ ժեխի բանը, մասը ժեխ կառավարելու մասնագետներ են, իրանք իշխանություն պահելու խնդիր էլ չունեն իրանք։ Դրանց բան վատ նոտայով ավարտենք, թե ավելի մատ դրական նոտայով ավարտենք, բայց արի ընդունենք, որ եթե մեզնով չի սկսել այս պետությունը, մեզնով էլ չի ավարտվելու, եթե մեծ պետությունը գոյատևել է, ինչ որ մի հատ սյուներ կան, որոնց վրա որ ինքը թունելի վերջում լույսը պետք է երևա, հա, ինքը կարա լինի ու մենք անընդհատ խոսում ենք, Լևոն, բայց միշտ դա մենք էլ ինքնակնդատաբար մենք միշտ բոլորին քննադատեցինք, բացի մեզանից, բայց նաև մոռանում ենք, որ աստու ճանապարհների անքննելիության մասին, որովհետև ինչ էլ մենք ասենք, ինչ որ վերին ուժեր կան, հոգևոր, հիմա կասեն, այս մարդիկ իրանք դրիվ տարան, բայց որոնք որ իրականում այս ազգին պահել է։ Դե բայց դա որևէ կերպ չի երաշխավորում, որ եթե ասենք 3000 տարի պահել է, Թալեբի, որ եւս 3000 տարի դες կպայի, չէ, որովհետև Ղարաբաղում էլ էր հա նույնը, որ Ղարաբաղում էլ 3000 տարի Ղարաբաղ հայկական էր, մեկ էլ շատ ցավալի է, որ մեր օրոք է դա լինում։ Պատմական տեսանկյունից, պատմականորեն դա ցավալի է, որ 3000 տարի գալիս է ու մեկ էլ մի օրով հենց քո աչքի դեմը, այսպես ասած։ Դա դի նախկինների ու ներկաներին որ անդրադարձանք, որ Տերյանը ասում էր միթե վերջին պոետն եմ ես, վերջին երկիչն իմ երկրի, դրա մյուսը էդի հին բանով Շեկոյան Արմեններ ասում էր միթե վերջին պոետն ես դու Սիմոնյան Թաթ։ Այդ ժամանակակիցներից հիմա միթե վերջին բանը գրողն ես դու Փաշինյան Նիկոլ կամ Ռուբինյան Ռուբեն կամ մնացածները։ Այսինքն եթե իրանցով ավարտվելու հիմա Շեկոյանով ես հույս ունեմ դեռ կհայտնվեն ավելի լուրջ գործեր։ Եվ շնորհակալություն ապրեք, տեսակ Տերյանով էլի գեղարվեստականը մտավ, հենց բան չեղավ, քաղաքականով չավարտեցինք։ Շնորհակալություն շատ, ապրեք, ստեսուն ձեզ։